Փաշինյանը Հայաստանը մտցրել է մի անկման ժամանակաշրջան, որտեղ մենք անընդհատ շարունակաբար իջնում ենք ներքև մեր հեղինակության, միջազգային վարկի առումով եւ երկրի ներսում նաեւ տնտեսապես ժողովրդավարության տեմպերի կամ հաջողությունների, նրանք ուղղակի խոսում են, նրանք ուղղակի թեզեր են առաջ քաշում, որոնց վստահ եմ, երբ որ մի քիչ իրանք էլ մտածում են, չեն հավատում, ուղղակի ասում են ինչ-որ խոսքեր ասելու համար, նաև չպատկերացնելով դրանց հետևանքները, նաև չպատկերացնելով, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ։ Այսինքն երբ որ ձեռքբերումները շատ հստակ ուղենշվում են, այ օրինակ կա Կիրանցի պատ, կա սահմանազատման գործընթաց, արդյունքում չեն գրակում։ Կա Կիրանցի պատ, կա Կիրանցի որոշակի հատված, որը մնացել է պատից այն կողմ, որտեղ մեր քաղաքացիները, մեր մարզաբնակ բնակչությունը օգտագործում է տարածքները որպես արոտավայրեր, որպես գյուղատնտեսության համար գոտիներ, կան ջերմուկը, կա ջերմուկի սարերը, երբ որ 22 թվականի ջերմուկի դեպքերից հետո ադրբեջանցիները եկան եւ տեղավորվեցին այնտեղ ու շարունակում են դեռ մնալ, որոշակի առումով նաեւ ամրապնդում են իրենց դիրքերը, ամրաշինական գործողություններ են իրականացնում ու կա Սևլճի տարածքը, կա ներքին հանդը, կա Իշխանասարը, այսինքն շատ հարցեր կան, շատ տարածքներ կան, վերին շորժան, հերթով կարելի է թվարկել, որոնք աստիճանաբար այս ընթացքում անընդհատ ավելացել են։